Արշակ երկրորդի կառավարման ժամանակաշրջանը, որն ընդգրկում է 350-ից 368 թվականները, նշանավորվեց պետության կենտրոնացված իշխանության համար մղված երկարատև մի պայքարով, պայքար, որտեղ մեծ դերակատարում ուներ հայոց եկեղեցին։ Արշակ երկրորդը պետության կենտրոնացիկ իշխանության ամրապնդման ճանապարհին կարողանում է իր շուրջը համախմբել արքունիքում եւ ժողովրդի մեջ մեծ հեղինակություն եւ ժողովրդականություն վայելող դարաշրջանի երկու նշանավոր գործիչների՝ կաթողիկոս Ներսես Մեծին եւ սպարապետ Վասակ Մամիկոնյանին։ Արշակ երկրորդի նման հմուտ եւ հեռատես պետական գործիչի եւ գահակալը չէր կարող անտարբերության մատնել եւ մոռացության տալ երկրում մեծ ազդեցություն ունեցող լուսավորչական տոհմին։ Նա արքունիք է հրավիրում սպանված Հուսիկ կաթողիկոսի թոռանը Աթանագինեսի որդուն Ներսեսին, որը Գրիգոր լուսավորչի թոռան թոռն էր։ Նա Ներսեսին տալիս է արքունիք հարտուղարության եւ սենեկապետության պաշտոնները։ Այդ տեղեկություններից մենք իմանում ենք, որ Ներսեսը եղել է աշխարհական, ամուսնացած եւ վարել է զինվորական պաշտոններ։ Նա փոքր տարիքից կրթություն է ստացել Գամիրքի կամ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում նշանավոր ուսուցիչների մոտ եւ սիրելի է եղել բոլորի կողմից։ Ինչպես Փավստոս Բուզանդն է նկարագրում, Ներսեսը մի հաղթանդամ տղամարդ էր, բարձր եւ գեղեցիկ հայացքով, գրավիչ գեղեցկությամբ, նա մարդասեր էր, աղքատասեր, խստությամբ կատարում էր Աստծո բոլոր պատվիրանները, օրինավոր էր ընտանեկան կյանքում, անբիծ էր, անաչառ եւ խելոք։ Ընդհանուր առմամբ, ինչպես Փավստոս Բուզանդն է նշում, նա կատարյալ էր ամեն ինչում։ Շուտով առաջ է գալիս կաթողիկոսի ընտրության հարցը եւ ժողովրդի միահամուռ առաջարկով եւ Արշակ երկրորդի հրամանով Ներսես աշխարհականը ընտրվում է հայոց կաթողիկոս եւ հայտնի է դառնում Ներսես առաջին մեծ անունով։ Թեև ավելի քան կես դարեր, ինչ քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել էր որպես պետական կրոն, սակայն այն դեռևս խոր արմատներ չէր գցել բնակչության լայն խավերի մեջ եւ դեռևս փոքր էր հայ եկեղեցու հեղինակությունը։ Այդ ամենը շտկելու նպատակով, ինչպես պատմահայր Մովսես Խորենացին է վկայում, Արշակ երկրորդի կառավարման 3-րդ տարում, այն է մոտավորապես 353 կամ 354 թվականին, Մեծ հայքի Տուրուբերյան աշխարհի Տարոն գավառի Աշտիշատ ավանում նորընտիր կաթողիկոս Ներսես առաջին մեծի անմիջական նախաձեռնությամբ եւ հայոց եպիսկոպոսների ու ավագ իշխանների անմիջական մասնակցությամբ հրավիրվում է հայոց առաջին ազգային եկեղեցական կանոնադիր ժողովը։ Ինչու Աշտիշատում։ Բանն այն է, որ Աշտիշատը անհիշելի ժամանակներից հանդիսացել է համազգային սրբատեղի, նախաքրիստոնեական, այսպես կոչված հեթանոսության ժամանակաշրջանում Աշտիշատում են գտնվել ազգային սրբություններ հանդիսացող Վահագնի, Անահիտի եւ Աստղիկի մեհյանները։ Ըստ որոշ ուսումնասիրողների Աշտիշատում է գտնվել Վանի թագավորության կրոնական սրբավայր, աշխարհահռչակ Մուշասիրի տաճարը։ Աշտիշատում է նախաքրիստոնեական ժամանակաշրջանում կազմակերպվել Վարդավառի տոնակատարությունը եւ մարմնամարզական, այսպես կոչված օլիմպիական խաղերը, նվիրված Վահագն Աստծուն, իսկ քրիստոնեության ընդունումից հետո Աշտիշատում կառուցվում է առաջին հայկական քրիստոնեական եկեղեցին նախկին հեթանոսական տաճարների տեղում,
որը դառնում է մայր եկեղեցի։ Բացի դրանից Աշտիշատում գումարվել են նախնյաց եկեղեցական ժողովները։ Աշտիշատի եկեղեցական ժողովի ժամանակ քննարկվում են մի շարք կարևոր հարցեր, որոնք կարևոր նշանակություն են ունենում Հայաստանի հետագա հասարակական կրոնական կյանքում եւ կենցաղում։ Աշտիշատի եկեղեցական ժողովի ժամանակ քննարկված կանոնները կարելի է համակարգել երկու խմբի՝ կազմակերպչական եւ դավանաբանական։ Կազմակերպչական հարցերի մեջ թերևս ամենակարևորը հայ եկեղեցու բարեկարգման խնդիրն էր։ Ճիշտ է, քրիստոնեությունը ընդունվել էր որպես պետական կրոն, սակայն հայոց քրիստոնեական եկեղեցին չէր վայելում հեղինակություն երկրում։ Այդ խարխլված հեղինակությունը վերականգնելու համար հարկավոր էր կատարել եկեղեցու բարեկարգում։ Եվ ահա Աշտիշատի եկեղեցական ժողովի ժամանակ ընդունվում են մի շարք կարևոր օրենքներ, որոնց նպատակն էր բարձրացնել եկեղեցու հեղինակությունը։ Ներսես մեծի անմիջական պահանջով Հայաստանում հայ իրականության մեջ, հայ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ սկիզբ է դրվում վանական կյանքին։ Հայաստանում բացվում են մեծ քանակության վանքեր, դրանց կից միաբանություններ եւ ուսանոցներ երկու սեռի ներկայացուցիչների համար։ Առանձնահատուկ կանոն է մշակվում վանականների կրթության վերաբերյալ։ Վանքերին կից բացվում են դպրոցներ, ուր հունարեն եւ ասորերեն լեզուներով դասավանդվում են քրիստոնեական առարկաներ եւ նպատակ է դրվում զարգացնելու, ընդարձակելու քրիստոնեական վարդապետության սկզբունքները։ Մի խոսքով հանձինս Աշտիշատի եկեղեցական ժողովի հայոց եկեղեցին դառնում է ժողովրդական հաստատություն եւ դրվում է բարոյական սկզբունքների մեջ։ Սակայն Աշտիշատի եկեղեցական ժողովը չի բավարարվում միայն եկեղեցական հարցերի քննարկումով։ Արշակ II-ի անմիջական ցուցումով եւ թողտվությամբ այն քննարկում է նաեւ աշխարհիկ հարցեր, որոնք պետք է արմատապես վերափոխեին Հայաստանի հասարակական բարքերը։ Այդպիսի օրենքներից մեկը վերաբերում է ամուսնաընտանեկան հարաբերություններին։ Մինչև Աշտիշատի եկեղեցական ժողովը Հայաստանում գոյություն ուներ բազմակնություն, մերձավորների ամուսնություն, տարածված ամուսնալուծություն եւ անչափահասների ամուսնություն։ Պատմական որոշակի փաստերից իմանում ենք, որ Հայաստանում բազմակնությունը տարածված է եղել դեռևս հայքի ժամանակներից։ Ինչպես խորենացին, այնպես էլ վրաց պատմիչ Լեոնտի Մրովելին են տեղեկացնում, հայերի նախահայր Հայկը, ինչպես նաև նրա հայրը Թորգոմը, ապրում էին իրենց բազմակին ընտանիքներով, այդ ընտանիքներում ծնված բազմաթիվ երեխաների հետ միասին։ Տեղեկություններից իմանում ենք նաև, որ Տիգրան II-ի օրոք Հայաստանում եղել է ամենամեծ կանանոցը եւ որոշակի տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծը ունեցել է շուրջ 2000 կին, այդ կանանցից ծնված երեխաներ։ Աշտիշատի եկեղեցական ժողովի համաձայն պաշտոնապես արգելվում է բազմակնությունը եւ ընդունելի է դառնում միակնությունը։ Մյուս կարևոր հարցը ամուսնաընտանեկան հարաբերությունների հետ կապված վերաբերում է մերձավորների ամուսնությանը։ Ինչպես հարևան Պարսկաստանում, այնպես էլ Հայաստանում գոյություն ուներ մերձավորների ամուսնություն։ Այսպես որոշակի սկզբնաղբյուրներից իմանում ենք, որ Արտաշեսյան վերջին գահակալ Տիգրան IV-ը երկիրը կառավարում էր իր քրոջ, որը միաժամանակ իր կինն էր, Էրատոտ Հագուի հետ միասին։